Շանթ, նախ ասեմ, որ դուք ասացիք, որ ձեզ Շանթով դիմեմ, ոչ թե պարոն Հարությունյանով։ Երբ մենք պայմանավորվում էինք, դուք ասացիք, որ քաղաքականությունից դուրս երբեք հարցազրույց չեք տվել, ու ես էլ այդպես գիտեմ, ինչքան նայել եմ, միայն քաղաքականություն ա եղել։ Դրա համար այսօր մի քիչ համ մարտահրավեր է իմ համար։ Համ էլ հետաքրքիր է, որովհետև երբ նայել եմ ձեր հարցազրույցները ու ձեր հնչեցրած մտքերը, երբ որ լսում եմ, ինձ շատ էր հետաքրքրում, թե քաղաքականությունից դուրս ձեր փիլիսոփայությունը կյանքի հանդեպ ոնց է։ Դրա համար կուզեմ սկսեմ շատ բանալ, պարզ հարցերից։ Ինչով եք զբաղվում, երբ քաղաքականությամբ չեք զբաղվում։ Երևի պատկերացեք չկա տենց ինչ որ ժամանակ, որ քաղաքականությամբ չզբաղվեմ, որտեվ այն ինչը որ ասենք կոնկրետ, ընդհանրապես այդ իմ ապրած կյանքի մեջ եմ ասում։ Ես միտինգ եմ արել, չգիտեմ ինչի եմ պատրաստվել եմ միտինգի։ Հիմա եթե տելեվիզորով եմ խոսում եմ, բնականաբար պատրաստվում եմ այդ հարցազրույցներին բան։ Միշտ էլ ոնց որ կարդում եմ, հիմա դե էլ առաջապես գիրք չեմ կարդում, ինտերնետից հաղորդումներ եմ նայում կամ լումա երբեմն կարդում եմ բան, ասիկե 24 ժամվա երևի մեծ մասը բան է, քաղաքականությամբ է, ուրիշ բան, 1000-ից մեկ լինում է պերիոդ, կարող ասենք մի 2 ամիս, ընկերներիս հետ կարդ խաղամ։ Ժամանակ կար ֆուտբոլ էի եթում խաղում, նարդիել էի խաղում, կարդել էի խաղում, բայց հա տենց հա դուս մղվավ էլի։ Մեկ ընկերներս որ ասում են ախպեր, ասում են գոնե մի 6-7 ժամ խոսքի, ասենք մի քիչ կամ մի 8 ժամ քնի բան, ասում էի չեմ կարող, ասում էի ես իրավունք չունեմ, ասում են խի, ասեմ դե ունեք կարգեբեն կարող է 3 սմեն աշխատում է, ամեն մեկը իր 8 ժամը գալիս է 24 ժամ, այդում հանգստանում են սմենը փոխելով, բայց ես կկրվեմ, եթե ես գոնե մի ասենք թե մի 18 ժամ չմտածեմ, էլի, ամեն անգամ կարող է 6-6 ժամ հետ են գնեմ, իսկ կնենց խոսքի մի 8 ժամ, 10 ժամ քնեմ, ուրիշ բաներով է զբաղվեմ, այսինքն հաշվարկը քիչ անեմ, ոնց որ կլինի որ կրվեմ իմ պայքարի մեջ։ Իմ պայքարն էլ նկատի չունեմ այս կամ այն քաղաքական գործիչին, բայց նկատի ունեմ հատուկ ծառայություններին, որոնք որպես կանոն այդ գործիչներին մտցնում են դաշտ էլի։ Խաղալուց ինչ եք խաղում խաղաթուղթ։ King? Հա։ Ինչի հենց այդ խաղը։ Հա, ասեմ, դա բլոտն ամենատարածված էլի Հայաստանում։ Հա, ասեմ, բլոտ, առաջ բլոտ էինք խաղում, մենք 2000 թիվներ։ Միքայել Հայրապետյանի գրասենյակում էինք։ Խաղում ենք, ես ճիշտ ասած բլոտ էլ խաղամ, չէ, կրվում եմ։ Այսինքն ապառնիկիս հետ չի ստացվում։ Դե նես աշկովունքով իշմար չենք տալի։ Դուք այն ջղային կրվողներից եք, որ մի բան սխալ է գնում, կարտերը սեղանին, դու ես մեղավոր, հա։ Հա, էմոցիոնալ եմ։ Որ ինձ են մեղադրում, էլի չեմ վիճում, դա էսիքը ուշ եկա իմ մոտ, որովհետև ջոգեցի, որ իրանց սաղի մտածելակերպը մի ձև է, իմը ուրիշ ձև է, ասեք, կարող է 4 տուզել էլի կրվեմ, էլի տակ։ Ու բանը, ասի էլ չեմ խաղալու, ասեմ, նես խաղալնի, որ մենակ մարդու է, մենակով խաղալ, բան։ Ազերեն Արտուրը կա, չգիտեմ, գիտեք թե չէ, էլի հին տղա գրական միջավայրից, բան, լավ տղա։ Արտուրը ասեց դու երևի King-ը կսիրես, ասի King-ը որն է բան, սովորեցրեց։ Հենց առաջի խաղը չկրեցի, բայց չկրվան, դե միավորներով է, դարավ 0 միավոր։ Հա։ Հետո տես մրցում էին հասկացնում, ամեն ամիսով կլինի չեմպիոն։ Ես այդ տարի մի 6 անգամ եղա չեմպիոն, այն մյուս 6 ամիսը իմաստ չուներ, բան, վեկարան մի հատ ասին սարքենք ով է չեմպիոն, մի հատ տես բանը կտպենք, որպես չեմպիոն բան, հենց այդ առաջի տարին այդտենց եղա, դե մինչև մեր King եմ խաղում, էլի։ Ընկերների հետ կապված նաև այս թեմայի մասին եմ ուզում հարցնել, էլի, այդ քաղաքական, չքաղաքական։ Բոլորս ընկերներ ունենք, որ իրանց հետ հավաքվում ենք ու ընկերների տարբեր տեսակներ կան, չէ՞, մեկի հետ շատ հավես է ժամանակ անցկացնելը, մեկը միշտ հենց քաղաքականությունից է խոսում, ասում ես լավ, դե կլինի գոնե մի ժամ հանգիստ նստենք։ Ձեր կարծիքով ձեր ընկերների համար այդ մեկը ես այ այդ էս ասած ձեր մեկը ես ձեր ընկերների համար կարող է հոգտեն իմ ընկերները, բայց իրանց լավ է ձեր։ Ես օրինակ մանկության ընկերներ ունեմ, Հայաթի, ասենք իրար հետ ֆուտբոլ ենք խաղացել բան, ուղղակի ու շատ լավ տղեկ են էլի, ասենք, բայց հիմա ուշ եմ հանդիպում, դրա համար ասենք իրանց գլուխը չեմ տանի քաղաք։ Չնայած որ ուշ հանդիպեմ իրանք են հարցեր տալի քաղաքականությունից։ Ուրիշ թեմա չկար ձեզ հետաքրքիր է։ Չէ, անհնար չէ, փոքր վաղտ ասենք կար ավելի ամեն ինչ էլ փոքր վաղտ հետաքրքրում էր, ու փոքր վաղտ ասելով մինչև երևի 80 դաժե կարամ ձգեմ ասեմ մինչև 88 թիվը։ Նու դրանից առաջ էլ արդեն ասենք փոքր վաղտ բանաստեղծություններ էի գրում, շատ գիրքեր, հա, շատ գիրքեր էի կարդում, ֆուտբոլ էի շատ խաղում, փոքր վաղտ ասում ուզում էր ֆուտբոլիստը լինել ինչ որ չէր ստացվում, որ այդ հայ
միտը ընդունվեի բան այդ ֆուտբոլի դպրոց բան, ինչ որ հատ չէր ստացվում, ինչ որ բան։ Այդպես, բայց կոժնի մի հատ բաներ եմ խաղացել։ Իսկ բանաստեղծություններ հիմա չեք փորձում գրեք։ Վաղուց չեմ փորձում։ Այդ առաջի դատվելուց մի հատ դատարանում, մի հատ գրել էի դատարանում կարդացի, Լիտվայում էին դատում։ Դրանից հետո չեմ բանալ, որտեղ ասում էի ոնց որ մեջս ավելի շատ ուրիշ ձև էր ու եկա այն մտքին, որ բանաստեղծությունը մարդուն ինչքան շատ է բարիացնում, այնքան թուլացնում է։ Ինչքան կյանքը դաժանացավ, պայքարը լինի թուրքերի դեմ, ասենք, դեռ ժամանակ բան, չգիտեմ, տենց մի փուլ եկավ, չնայած հիմա էլ հետ երբ որ արժեքները ես եկա այն մտքին, որ արժեքներն է միակ փրկությունը, արդեն այդ արժեքների մեջ գրականության դերը, մշակույթի դերը ես շատ եմ կարևորում, բայց դե տարբեր տարիքի, ասենք, օրինակ բարությունն էլ արժեք, լավ։ Ինչը? Բարությունը։ Հա, բայց եմ ասում, չէ, ասում եմ, դե փուլություն է դրա համար։ Չէ, ասում եմ, փուլեր կար։ Մարդը փուլեր է անցնում։ Եթե դաժան իրավիճակի մեջ ես, ասենք այդ վաղ դու մեջ սկսում ես, չասեմ չարանալ, բայց ժոստկի ես դառնում, բանտային պայմանները այս այնա։ Ու այն ժամանակ սկսում ես մտածել բանաստեղծության կարող եմ անկախ քեզնից տողա գալի բան, չէ՞, զարմանում ես, բախի չես գրում վաղուց բան։ Հետո հասկանում ես, որ ինչ գրես, այդ մոմենտ կարող է մեկի հետ կռիվը լինի, մլիցու հետ կոնֆլիկտ լինի, հսկիչի հետ, բան էլի ապրում ես այդ կենցաղով, քնելուց մեկ է մտածում ես, որ հետաքրքիր է, լավ տողեր եկե մտքիդ, ուրիշ վաղ կվեկալեի կգրեի։ Հետո զգում ես, որ դա թուլացնում է մի ձև։ Հետո մեծանում ես, այսինքն մարդը տարբեր փուլերում, տարբեր իրավիճակներում ինքը տարբեր հոգեվիճակներով է adekvat պետք է լինի, այսպես ասած էլի։ Հիմա ձեր հոգեվիճակը ո՞նց է ազդես։ Որ փուլում եք։ Հիմա ավելի շատ էլի եկել եմ այդ մտքին, բայց եթե առաջ ես հաճույքով կարդայի բանաստեղծություններ, օրինակ հիմա սիրում եմ, որ ուրիշները Սահյան են արտասանում կամ Չարենց, ես հիշում եմ, երբեմն հետները որոշ տողեր հիշում եմ, բայց մենակ այն հոգեվիճակում չեմ, որ ես նստեմ բանաստեղծություն կարդամ։ Հիմա ասենք կարող KGB մասին ֆիլմեր նայեմ, փաստագրական էլի։ Հա։ Կամ այդ տիպի բաներ, որ ասենք հիմիկվա համար ավելի ինձ անհրաժեշտ է կամ adekvat է, որ ես այսպես ասած ֆորմի մեջ մնամ, ոնց է սպորտսմենը ոնց է, պետք է հապարապի, որ ֆորմի մեջ մնա, ես կարծում եմ քաղաքական գործիչներ պետք է միշտ ֆորմի մեջ մնա, էլի, այսինքն արդեն դե 60-ն եմ, հեսա կլինեմ 61, զգում եմ, որ ես առաջ լավ հիշողություն ունեի, հիմա այդքան լավ չի հիշողությունս, հետո մեկ-մեկ մտածում, ասում եմ, այնքան ակնհայտ բաներ ա եղել, որ ինձ պատմում են, չեմ հիշում, կամ հետո հիշում եմ, ու զարմանում եմ, որ ես շատ ուժեղ հիշողություն ունեի, եկել եմ այն եզրակացության, որ եւի ուղեղից ինչ որ հատվածները բավարար չի այդ սա հիշողությունը, բայ ոնց որ այն չիպերը ոնց ալում, ասում են այսքան է տանում, դրանից ավելի չի տանում։ Հիմա ես ենթադրում եմ, որ այնքան շատ իմ կյանքի բաներ առնում, որոնք կարևոր են, դա մնում է, այն որոնք արդեն ենթանենք մանկության հետ կապված, կարող է մանկության ընկերներից տեսնեմ, մի 5 բան ասեն, 2-3-ը հիշեմ, 2-ը չհիշեմ, հետո մեկը հիշեցնեն, մեկը հիշեմ, մեկը вообще չհիշեմ, ու ուզեմ հասկանամ ինչի էլի հիշողությունը sense դառավ։ Մտածում եմ երևի այս քաղաքական ինֆորմացիան բանանում, ասենք ոնց որ չի տեղավորում, այն մյուսները այդում են, չգիտեմ, ենթագիտակցություն, որ չխանգարեն, հասկացա։ Սա ինչի համար ասի, ասենք այդ ձևի էլ նայում եմ խոսքի ասենք պոեզիային ժամանակ չի մնում կամ գրականությանը կամ ոչ մի ընդհանրապես էլի արվեստին, բայց ես հիմա ասում եմ, չեմ ասում մարդը փուլեր է ապրում։ Օրինակ Օգոստինոս Ավրելիանոս կա, կաթոլիկ մեծագույն սրբերից մեկն է ու նաև փիլիսոփ գաղափարախոս աստվածաբան է, էլի։ Նա սկզբից եղել է մանիքեական կրոնի հետևորդ, հետո է դառել կաթոլիկ։ Դա ինձ մի հետարքի օրինակ է, որտեղ ես մինչև առաջի դատվածությունս ես ինձ համարում էի քրիստոնյա, սովետի վաղտ, նու հավատացյալ քրիստոնյա բան, չեմ ասում, որ այդում աղոթում էի բան, տենց չէ, ոչ եմ այդ ձև, բայց դրանից հետո այս պայքարի բանի մեջ ոնց որ ես սկսա անտիքրիստ դառնալ, Նիշեն գործ ունի անտիխրիստը, այս ձև, ասենք այս զրադաշտը բան կարդում էի, դառնում էի ոնց որ քրիստոնեությունը համարում էի թույլերի կրոն, ու ավելի շատ հեթանոսական, ասենք Լևոն Շանթի հին աստվածների բանով կամ Դանիել Վարուժանի, ոչ եմ այդ Վահագնի բանի մոմենտով գնում էի
հեթանոսականն էի համարում կարևոր, որ մեր ժողովրդին լավ կարա օգնի, բայց ավելի մեծացա, նորից հետեկա քրիստոնեությունը վերարժևորեցի, բայց այս անգամ ես ինձ համարում եմ բողոքական։ Ոչ հայ առաքելական, ոչ կաթոլիկ, ոչ ուղղափառ, այլ բողոքական։ Ինչի՞, ինչն է այդ էական Ընդ ասենք ճիշտ է, այս լրիվ դες կրոնագետ չեմ որ լրիվ ասեմ, բայց օրինակ հասարակ մի հատ օրինակ բերեմ։ Այն Մարտին Լյութերը, որ էդի շարժումը սկսում է, ինքը ասում է, դե մինչև այդ ասում են խոսքի ասենք սեռական կյանքը մեղք է, բնական է հիմա են ասում, երեխա ունենալն էլ մեղք է, բայց ներելի մեղք է։ Իսկ ինքը ասում է, եթե մարդ Աստվածը մարդուն ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ, ինչքան շատ երեխա ունենանք, այնքան Աստվածահաճո գործ ենք անում ուրեմն։ Այդ ժամանակներին, երբ որ նա քարոզում էր 1500-ականներին, գերմանացիք ոնց որ կարող է 1.5 միլիոն 2 միլիոն հազիվ լնեին։ 2-300 տարում դառան 100 միլիոն։ Ընդամենը մի մեկնաբանության փոփոխությամբ, ասենք եթե առաջ ասում էին մեղք հա, չգիտեմ Ադամից Եվայից եկած, չգիտեմ ինչ բան, այդ մարդը ասեց ոնց, եթե Աստծո պատկերով ու նմանությամբ է մարդը, ուրեմն մենք պետք է այդ է հենց Աստվածահաճո գործ է։ Որ բանը Բախը, կոմպոզիտոր Բախը, ասում են 20 թե ինչքան երեխա են եղել։ Լիքը, հա, լիքը երեխեք ուներ։ Որ Գերմանիայում եվրոպական է, չէ՞, իմաստ երեխա էլ չեն ունենում, բայց այդ ուսմունքը իրանց այդ լյութերի բողոքական ուսմունքը, ասենք քանակի վրա բանը զարգ։ Դե բայց եթե այդպես նայենք, իսլամն էլ է այդ առումով լուծումը գտավ բազմականությունից ավելի շատ։ Օրինակ ես հեթանոս, որ ինձ համարում էի, որ հեթանոսությունն է ճիշտ է ընդունում։ Ես այն վաղ ասենք նկատի ունեմ 89, 90, 90 մինչև 90 քանի թվերը։ Ասում էի պետք է Հայաստանում բազմականությունը լինի, որ շատ երեխեք ունենան, էլի։ Ձեր կյանքի փուլերի հետ կապված մենք հա նշեմ ինչ ենք ձեր տանը, որովհետև դուք ասացիք, որ գրասենյակ եւ այդպեսի վայր չունեք։ Հետաքրքիր վերջին անգամ երբ ա եղել, որ աշխատեք դուք, աշխատել իմաստով, իսկական ունենաք աշխատավայր, որ Շանթ Հարությունյանը գնում է գործի, գալիս է տուն։ Ասեմ, բանտից հելա 87 թվին։ Գնացի նախկին հիմնարկրետ Հայկոմուն նախագիծ ինստիտուտ։ Հա։ Դե տեխնիկի նախագծող էին, էլի, ինչ էր կոչվում այդ, չեմ ոչմ։ Ջրամբար բան էին գծում, ինչ որ բանը ես էի անում։ Խանջյանի հիմա ֆուտբոլ ֆեդերացիայի տեր Հայկոմուն նախագիծ 87-ից մինչև աշխատել եմ 92 թվականի հունվարի 1-ը կամ 2-ը։ Հա, 5 տարի գնացել եք գործի, այսպես ասած։ Հա։ Հետո 93-ին Վազգենի խորհրդական Վազգենը ասեց արի իրար հետ ինչ որ անում են քննադատումս հեշտ է քննադատելը, դե արի մի օգտի մեզի բան, որ տենց մեզ չխոսակ քննադատեք։ Ես էլ ասի Սյունիք Զանգեզուր ծրագրի գծով պետնախարար էր ինքը։ Գնացի, այդտեղ էլ քիչ աշխատեցի, մի 6 ամիսեր, 7 ամիսեր աշխատեցի Վազգենի հետ 93 թիվներ։ Հետո մի ամիս, մոտ 2 ամիս չտևեց։ Ու դրանից հետո վերջ, հա, եք աշխատել։ 2 ամիս չտևեց Վանոյի ժամանակ, ինձ նշանակեց Սյունիքում բանը, MVD-ի ռեգիոնալ վարչության պետի տեղակալ։ Էլի տենց, ես մի կոնֆլիկտային եմ, եթե ես ասենք ինչ պատկերացումներ։ Դե գիտենք, չէ, նայեք, ես ինչ պատկերացումներ ունեմ, ես որտեղ լինում եմ, ձգտում եմ այդ պատկերացումները իրականացնել։ Բայց ինձ զգուշացնում են, ասում են կամ դու պետք է առաջի դեմք լինես, որ այդ ինչ որ պատկերացնում ես իրականացնես։ Հա։ Կամ էլ դու չես կարող մարդկանց հետ աշխատես, որովհետև մտածելակերպի, ընկալումների, իդեալների, երազանքների, բաների տարբերություն կա իմ ու հասարակության հետ։ Դաշնամուրը Ես չեմ նվագում, քուրս է նվագում։ Ես մի մատով քուրս որ նվագում էր, դե մի քանի տարի դպրոցում գնացել էր սովորելու, մամաս դաշնամուր իր համար էր առը։ Այդ որ գնացինք դաշնամուրի ընդունվելու, Բութանյանում էինք ապրում, այնտեղ փողոցի են գետար կար, գետարի մոտ դպրոց կար երաշտական։ Տենց այդ դասատուները ծափ էին տալի, քրոջս հարցնում էին, չգիտեմ, քանի ինչ ծափ, կրկնի, մրկնի, ես անում էի ավելի լավ էր, ինձ ասին բայց երեխուդ բեր ջութակի բան մամաս ասեց հա կողնար ջութակարն ես Բութանիայում հին թողմակ յուր բան ընդ այդ ժամանակ ջութակով վտանգավոր էր հա ասի դու չէ բան ագարձոնը լի ուրիշ բան գիտեի դե համար ես ստեցեի երաշտության չեմ գնացել բայց հիմա նվագել գիտեք գոնե մի քիչ դե չէ ես իմ համար կարող է ես ծնգստեմ իզի հաճելի լի բայց ես միջավայրում չէ տենց չի որ ասենք ասեմ մի քիչ նվագել ինչ եք նվագում
Ինչ որ ասենք իս դուր է գալի, ընտանիք ով որ նվագել գիտի, ասում եմ այդ նվագը եթե դուրս գալիս է, ասեմ էդի ցույց տուի ոնց է։ Հա, չէ, դա հետաքրքիր ինչ երաժշտություն է ձեզ դուր գալ, էլի ինչ եք լսում, հա։ Դե այնքան եք հավանում, որ Երիկ չի մի հատ էլ փորձում եք նվագեք։ Ընկեր, մենք ասենք ես դե 65 թիվ եմ, ես ու քուրս ասենք մեծացանք այդ ժամանակ 70-ականներին համ սովետը ինքը մի կողմից փակ էր, բայց դե փնտրտուքի մեջ էինք, չէ, ասենք լավ երաժշտություն արտասահմանյան կամ բան։ Կար ռուսական, սովետական ինչ-որ նավսեղ շիրոտախ էր կոչվում, ասենք առաջի տեղ, այսօրվա պես հիշում եմ 77 թվի, որտեղ ամեն տարի երևի կար նավսեղ շիրոտախ, ասենք առաջինը ոնց որ բան էր, Les Hemfring Singles, Pepsi Lesa Humphrey, ռուսերեն տենց էր գրած, հետագայում տեսանք Les Hemfring Singles։ Երկրորդը անգլիական սվիտներ, որի երաժշտություն, այն վաղ քիչ էր, բայց շատ էի սիրում, սվիտի մի հատ լավ ռոք բան կա, հետո ասենք այդ սովետին չէին, որ համ սովետին չէինք սիրում, սովետի երգերն է դուրներս չէր գալիս։ Երևի 80-ականներից նոր սկսեցի ինչ-որ սովետական էստրադան սիրեմ։ Բայց ասենք օրինակ դասական, որ ասեմ այդքան շատ լսել եմ, չէ, բայց Բախը սիրում էի։ Բախի երաժշտությունը սիրում էի։ Ասենք Բեթհովեն, Մոցարտ, որ ասեմ սուտ կլինի, էլի, որ տենց սիրում էի։ Հա կարող է, ես իմ լուսնի սոնատ բան կա, ասենք հաճելի ըլմա լսում ես դասական, բայց Բախին շատ էր դուր գալիս, հələ փոքր էի, ասենք մեծացել եմ միջավայրում, որ սա Բեթհովենին ու Մոցարտին են համարում, մեծ։ Ես եղել եմ, ասել եմ, ես Բախին եմ ավելի, որպես լուբիցել եմ, էլի ասել։ Հա։ Մտածել եմ, հեսա սաղ կելեն իսկ կպնեն, եղել եմ մարդ ասել է, մի վատս գա, այնքան համաշխարհային դեմքեր կան, որ Բախին են համարում։ Չգիտեմ, Բախի երաժշտությունն է դուրս գալի շատ։ Իսկ այս որ կատարումա կարծեմ կլայ դերմանն ով է, դա կատարում է, էլի, Բախից էլ է կատարում։ Հայկական ոչ մի բան չեք լսում։ Չեմ լսում, հայկական ասենք բանը, այն Հասմիկ Մանասերյանի երգերն էի շատ սիրում, փողոցային քաղաքային ֆոլկլոր են ասում, ինչ են ասում։ Դե վախտին հայկական մենք ֆիդայական երգերը, որոնք արգելված էին, ասենք օրինակ Զարտի Լաոն 3 տարեկանից մամաս պապաս սովորացրել են երգել են։ Տանում էին հրապարակ այդ 68 թվին բան, մինչև պապայից բռնել է։ Մամաս հետո պատմում է, ես իհարկե հիշում եմ, ես գիտեի Զարտի Լաո, մամայս անունը Լաուրա, ես գիտեի ասում եմ Զարտի Լաուր։ Հասկացա։ Մամաս ասում է, հերեդ ասում է, եթե մենք Ստեփանի հետ, Զատիկյան Ստեփանի, ասում է, քեզ ու քրոջդ ասում է մի քանի մետր առաջ էր թողում, մենք ասում է ձեր հետևից քայլում ենք, դուք էլ բարձր ասում եք ժողովուրդը, որ ֆանտանների շուրջ հավաքվում էր, ասում եք արգելված երգերը դուք բարձր երգում էիք, ասի բախեիք առաջ թողում կորեինք։ Չի ասում է, դե Ստեփանն էլ շահն էլ ուշադիր էին, ասում է պրոստը որ KGB-ն 3 տարեկան երեխուն հո չէր կարա գա բռնի տանի պատժի, բայց ժողովրդի մեջ այդ երգերը ասում է բարձր հնչեցնում էին, էլի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ձեզ գրավում այն ամեն ինչը արգելված է, այսինքն երբ որ ունեք տոտալ հասանելիություն ինչ-որ բանի ու ազատություն, ձեզ համար դիսկոմֆորտ է այդ վիճակը։ Չէ, տենց չի, ես այդ մասին ինքս էլ եմ մտածել, որովհետև ես չեմ պատկերացրել, որ ես իմ սաղ կյանքը պետք է ընդդիմադիր լինեմ։ Ասենք մտածել եմ, քանի սովետա հասկանալի է, այդ իսկի ընդդիմադիրել չեմ համարել ինձ, համարել եմ ազգային ազատագրական պայքարայթում, բնական է, որ Թուրքիայում էլ ապրես կհալածվես, չգիտեմ Ամերիկայի դեմ հնդիկները պայքարեին, էլի կլինեին հալածվի, չես մտածում ընդդիմադիրես թե չէ։ Բայց Հայաստանի անկախանալուց հետո, որ էլի մնացի ընդդիմադիր, սկիզբը էլի նորմալ էի համարում, որտեղ մենք 88-ին ասենք հեշն կար, մենք համ մտերմություն անում ենք իրանց հետ, համ մենք իրար հակառակորդ էինք, բայց կար ընդհանուր ճակատ կոմունիստների դեմ, ասենք ԱԻՄ-ներ, Հայդատներ, հեշներ, մենք էինք բան, ընդհանուր ճակատով սաղս իրար հետ մտերիմ ենք։ Ես ոչ թե քաղաքական իմաստով, հա։ Չէ, ես այդ մտքի մասին եմ խոսում, ոնց ես այդ մասին մտածի։ Հետո հեշն եկավ իշխանության, ինձ թվաց բնական է, տարբեր ես նժդեհական գաղափարախոսություն եմ կրում, բնական է հակադրվածություն կա, բայց դրանից հետո էլ անընդհատ եղավ, բայց ես ձեզ ասեմ, քաղաքականությունը այնպես չի, որ կարող է մարդկանց զանգվածի մեծ մասի համար քաղաքականությունը ինքը սահմանափակ ոլորտ է։ Գաղափարական մարդկանց համար քաղաքականությամբ զբաղվող դա համընդհանուր կյանքի ընդգրկող ոլորտ է, բայց հիմա ինչ եմ ասում, որ ասենք մշակույթը բանա այդ արժեքների մասին, երբ որ ես քարոզում եմ,
դա արժեքները հո քաղաքական արժեքների այն արժեքների մասին չի, որոնք անհրաժեշտ են քաղաքականության մեջ կիրառել, որ մենք հաջող ունենանք։ Դա արժեքների մասն է, որ ասենք այսօր տեսեք, մի հատ ասենք ոչ մի բան մշակութային տես մի գլուխ գործոց Հայաստանում ես կարող կա ես չգիտեմ համենայն դեպս այս զանգվածը որ ասենք դրանով տարված լինի հիացած լինի արվեստի գործ նկատի ունեք հա մշակութային արվեստի գործը ինչ ուզում նկարել լինի ուզում գրող բանաստեղծություն լինի վեպ լինի ասենք որ նայում ես պատմությունը ովքեր են ասենք տալչոք տվեք քաղաքակրթությանը կամ պատմության մեջ հետք թողը ովքեր եղած արժեքները, որոնք համընդհանուր են, համամարտկային են, կամ տվյալ հասարակության, տվյալ ժողովրդի համար շատ կարևոր են, կարողացել է այդ արժեքները նորովի մեկնաբանի։ Բայց եթե մարդը չունի իր մեջ արժեք, ինքը չի կարա ստեղծագործ, ինչքան է տաղանդավոր էլի, կամ իր ստեղծագործությունը պետք է լի, ասենք, ոնց որ վեկալես քանդակագործին քարտաշ ասես։ Ֆուտբոլ հետ կապված վերջի խաղն այցեք Իռլանդիա Հայաստան։ Չէ։ Բայց գիտեք ինչ եղավ։ Չէ, երեք ինչ-որ ասին մեր թիմի ավակը գլխով հարվածումը 0-0 էր խաղը, գլխով հարվածեց Իռլանդացուն, կարմիր քարտ ստացավ, դրանից հետո պարտվեցինք 1-0։ Հետաքրքիր է հենց ձեր մեկնաբանությունը նման հարցերում։ Կա այդ անձը, ես չգիտեմ ինչ ասել իրան ֆուտբոլիստը, ու կա թիմը, որից կախված է բոլորը սպասում ենք, որ մեր հավաքականը լավ հանդես գա ու վատ չէր գնում արդեն։ Արդարացված է նման իրավիճակում ինչ էր լինի հարվածես ու ամբողջ թիմը դուրս խաղային պայմաններում հարվածը դաշտում էր հա բայց ինչ որ չգիտեմ լեզվակռիվ էր որտեղ խաղային օրինակ եղել է հա ոչ խաղային չէ հենց կռիվ իմաստով հարվածեց ու միանգամից կարմիր մնում է էլի չես կարա իմանաս ինչ բայց այս դեպքում ձեր համար որն է ավելի արժեքավոր երբ անձամբ քո հետ է կապված ու պետքա խփես թե մի ամբողջ թիմ ու պետություն սպասում են քո այդ հարցին պատասխանեմ տեսականորեն հեշտ է ասել, որ դու ներկայացնում ես մի պետության թիմ, մի ամբողջ ժողովուրդ քեզնով ապրում, քնում, հելնում, բա դու քիչ ես պրոֆեսիոնալ ես նաև, այսինքն դի պատրաստ ես։ Հա, դե տեսական էդի հեշտ է ասել, բայց կյանքում դժվար է։ Օրինակ 82 թվի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղն եմ հիշում։ Գերմանիա, Ֆրանսիա, ասում են դա բոլոր ժամանակների լավագույն ոչ միայն կիսաեզրափակիչ է եղել, այլ կարա համարվի լավագույն եզրափակիչ։ Խաղը պրծավ 3-3 դապալնից էլ նով էլի լրացուցիչ ժամանակ։ Այսինքն 1-1 եղավ, հետո լրացուցիչում դարավ 3-3 պենալներով Գերմանիան կրեց։ Այդ խաղի ընթացքում դրանց վրատարը Շումախեր էր, ինչ էր Գերմանիայի վրատարը։ Այսօր բապես հիշում եմ այդ նրանցն էլ հարցակվողը Բատիստոն էր, Ժիրես էր, հիմա չեմ հիշում ինչ էր։ Ոչ ոնց որ հելում էր ածին, այս Շումախերը հելավ որ գնդակը բռնի, բայց ոտերն էլ սես ծններով թե ոտերով սես բացած խփեց այդ ժիրեսն էր թե ով հիմա չեմ հիշում, թե սիքս էր անում ինչ էր էլի կար այդ բանը։ Ոչ եմ խփեց էլի նոկաուտ եղավ։ Նա հելում էր ածին ու գնդակին հայ-հայր ավելի շուտ էր ասնում, բայց վրատարը դե իր պլաշատկայում ավելի ազատ է։ Ծններն էլ ասում են ինքնապաշտպանական կարան բարձնեմ։ Ոչ եմ խփեց էդի նոկաուտ եղավ բան, վեկալան դաշտից հանին, հաջորդ օրը հարցնում են իրան բան ինտերվյու վերցնում են, ասում են խփիր բան մարդը մեռնելու սպրծավ, ասում են դե պայքար է հիմա սպորտը այնց բան չի, ոնց որ ասի աղջիկի խաղ չի, բան չի, պայքարը դաժան է նաև ելնում էլի, հաղթանակն էլ է դժվար ձեռք բերվում բան։ Հետո ասում է դրանից հետո գնում է բանը, հիվանդանոց դա ամիսներով պարկում է։ Գնում է հիվանդանոց տենում է ներողություն է խնդրում։ Մեր ժամանակը ավարտին է մոտենում, բայց մի հարցել եմ ուզում տամ կարևոր, եթե գաղտնիք ճյուղ նկարն է, դες մոտ դրած դաշնամուրի վրա։ Այս քուրս է, քրոջս նկարն։ Հա։ Քուրս էս տուն է, քուրս առավի։ Ինքը առավ, դες մի քանի տարի ապրեց մեռավ, հետո ես եկա, ես եմ ապրում ստեղ։ Իմ քուրը իմ վրա շատ մեծ ազդեցություն ա ունեցել։ Ես չգիտեմ, երևի առիթ եղել է ինչ որ պատմել եմ, թե չի ասեմ։ Ինքը փոքր, ասենք ես 3-րդ դասարան եմ, ինքը 5-րդ։ Ինքը վեկալում Շեքսպիրի գնում էինք, ասենք գրադարանից գրքեր էինք վեկալում։ Քուրս այդ տարիքից Շեքսպիրի լիր արքա, չգիտեմ ինչ, այնտե Համլետը չեմ ամբողջ ինչ որ կար կարդում էր, որ գալիս էր տուն կարդում էր, ես հա գալիս էր մազուս քաշում էի, բանը մենակ հետը ինչ պետք է որ մի բանով խաղանք։ Մեկը մի օր քուրս գնաց բանը գրադարանից եկա բերից այս ապեր արքեզել եմ գիրք բերե։ Ես է գիրք կարդացող չէի։ Ասես բարա կարող է մի 7-8 էջանոց էր։
բանը հեղինակյանը պետ ցվիրկա, երբ Պետեր ցվիրկա թե ինչպես բացիկական բան էր։ Ու մի 4 սատ բերել էր, ամեն մեկի մեջ մի հատ հեքիաթ։ Ասես դե որ տեսա քիչով եկալ կարդացի, որ ես իրան չխանգարեմ, էլի։ Կարդացի տենց այնիսը կարդացի, ինքը տեսա որ նորմալ է։ Ամենը գրադարան գրքերը տանելուց հիմա մի հատ հեքիաթի բանը գիրք էր բերում։ Որտեղ մինչև այդ ճիշտ է, տատիս էր մեզ հեքիաթներ կարդում, պատմում բան։ Բայց քուրս այդ հա ու տենց ասենք ոնց որ ինքը հա սկսավ արդեն ին վրա ազդեցություն ունենալ, ասենք բան կարողա քուրս դե երբեմն նկարում էր ինքը իր համար բան, ասենք հետո կարդում էր, ասենք այնտեղ բան կար, Սոմերսեթ Մոեմի գիրքը կար ինչ որ Լուսին եւ Վեսպենսանոցի ինչ բան, կարդում էր ինձ պատմում էր կամ կարդում էր լսում էի, օրինակ որ ասում եմ պոեզիա, մենք ամեն իրիկուն ես ու քուրս այս չայի երեկո էինք անում, ասում էր ապեր այսօր ո՞րն ես ուզում կարդամ, գերնան ասենք Չարենցը դե բնական է, Չարենցը ու Սահյանը երկուսը գժվում ենք, ուզում ասեմ թե լինի երաժշտություն, ասենք այն ժամանակ կար Բոնի Թայլեր բան կար էլի, ասենք հիմա ես այսօր էլ օրինակ Հայաստանում այդ մշակույթը արևմտյան հենց այսօր էլ կքարոզեի ես, որտեղ դրանք արժեքներ դաստիարակող են, հա հետ գամ են նախորդին, որտեղ ասեմ այդ մարդը պետք է ինքը արժեքով լինի, եթե մարդը չունի այդ արժեքը, դա քաղաքականությունը կապ չունի է, ասենք կարա ֆուտբոլիստը լի ձեր ասած օրինակով ինքը այդ արժեքը թե իր մեջը լի ամեն գնով հաղթելու Դե կարող է ձեր ասածը, ասենք ինքը չխփի գլխով նրան։ Դա այդ բոլորը արժեքային բան է։ Կապ չունի, ասենք կարա դասատու լինի, կարա բժիշկ լինի։ Հիմա այդ արժեքներն են կարևոր, սա ինչի համար եմ ասում, որ ասենք օրինակ այդ Բոնի Թայլերին հիշեցի, որտեվ I need a hero տենց ինչ որ ես հերոս եմ ուզում տորի փնտրում ինչ բան։ Բայց ինքը լավ երաժշտություն է, էլի էմոցիոնալ բան, մենք դուրս գալիս էր, եմվածքի չէ, իմանում ինչա բովանդակությունը բան։ Բայց սա ինչ եմ ասում, այդ դրանք հենց իրանք արժեքներ են, մշակութային արժեքներ են, որոնք մարդ են կերտում։ Մենակ դաժե երաժշտությունը կարա հոգու վրա ազդի ու ամրացնի մարդու հոգին կամ հարստացնի եւ այլ եւ այլ։ Օրինակ տես ասում եք ընդդիմադիր ես, չէ՞։ Ասենք ես Վարդան Մախոխյանին, այդ ծովանկարիչի, միտե ինձ ավելի է դուր գալի, քան Այվազովսկին։ Ճիշտ ասած, ճիշտ շատ սիրում էի Այվազովսկի նկարները էլի, բայց այդ Մախոխյանը սև սպիտակով, սես փոթորկոտ ալիքները խփումա բանման, ասենք ինձ ոնց որ դուր էր գալի, չգիտեմ էլի։ Հասկացա։ Չեմ կարող ասեմ թե անպայման Այվազովսկու շատ, բայց ինձ շատ էր դուր գալի։ Բայց ասենք մարդիկ կային իսկի կարող է չգիտեին էլ այդ Վարդան Մախոխյան ով է ինչա բան։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, որպես ամփոփում, որպես առաջի անգամ հարցազրույց, որը քաղաքական չի, ինչ է կարծում ստացվեց ձեզ մոտ հանգիստ եք։ Չգիտեմ, ես է շնորհակալ եմ։ Հա, հանգիստ եմ։ Հա, լարվածություն չունեմ։ Հա։ Բաստան կարողանում եք ոչ քաղաքական թեմաներով։ Ես ձեզ մի բան ասեմ, ցանկացած հարցազրույցի որ եթեմ, չէ՞։ Ինչքան է որ գիտեմ ինչի մաս եմ խոսալու։ Մեկը ոնց որ հիմա առաջի անգամ լինի այդ հարցազրույցը։ Այդ լարվածությունը միշտ կա, ասենք, կարող է հիմա էլ կա, բայց ոբշի այդպես դե ախր նենց չի որ սովորել եմ հատուկ ինչ պետք է ասեմ, ստե կամ իմացել եմ ինչի մասին պետք է խոսանք, որ ինչ որ լարվեմ, ասեմ էսի մոռացային ինչ է, որ պահին ինչը հիշում եմ, ասում եմ, հա կարող է բաներ կար, որ կասեի, եթե այս պահին հիշեի։ Ուրեմն ասեմ լարվածություն չկա, ես է շնորհակալ եմ։ Չգիտեմ ինչքանով մարդկանց հետ արկիր կլինի, դե Ես վստահ եմ, որ հետաքրքիր կլինի, շնորհակալություն։ Ես է շնորհակալ։